Ինչքան հասկանում եմ սիրելիներս, իմ լսարանի մեջ կան մարդիկ, որոնք հիմնականությունները իմ ասելիքի դժվար են հասկանում և իմ ասելիքը շատ պարզ է, բանն այն է, որ մենք կրոնի պաշտամունքի կոդերը, ֆորմուլաները ստացել ենք Աստծուց և դրանք միստիկ են, այսինքն թե դրանք հոգևոր են, ոչ նյութական, ոչ մարմնական և դրանք ապահովում են շնորհքը։ Դուք պետք է անպայման հասկանաք, ինչ է շնորհք։ Շնորհքը այն է, երբ որ Աստված հնձում է այնտեղ, որտեղ ինքը չի ցանել։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է մենք որպես մարմնավոր մարդիկ ընկել ենք աստվածային բնությունից, աստվածային շնորհքից և ահա շնորհքը այն ձրի օրհնությունն է աստվածային հոգու ներկայության, որը տրվում է մեզ և մենք վերափոխվում ենք և դառնում ենք անընդունակ մեղքին։ Մեղքը մեր բնության մասն է, բայց շնորհքով մենք դառնում ենք անընդունակ։ Մարտիրոսները ինչպես է, նրանք ընդունակ չէին գնալու կռապաշտների մոտ և խառնվելու նրանց հետ։ Դա մի բան է, որը ինչպես է, անգամ գիտնականները ասում են երկրային նյութական տարածաչափությունները տարբեր են և իսկապես ես դա ինքս ապրել եմ, աթեիստ լինելու տարիներին ես ապրում էի այլ տարածաչափության մեջ, հիմա ես ապրում եմ հոգևոր արժեքների մեջ, ամեն ինչ տեսնում եմ ինչպես թե աստվածային լույսի տակ, որքան որ իմ շնորհքը Աստծուց տրված է, այսինքն դա նվեր է, որ գալիս է Աստծուց, եկեղեցու 7 խորհուրդները այդ շնորհքն են մեզ ապահովում և դա ինչպես է, մաթեմատիկական ֆորմուլան դու պետք է լուծես և ստանաս ճիշտ պատասխանը և ահա այդ ֆորմուլաները մեզ տրված են դոգմատիկ ուսմունքի ծիսակարգի միջոցով, որի հավասարնշանից հետո գալիս է շնորհքը, այսինքն այդ ամենը ճշգրիտ ձևով անելու դեպքում է, որ մենք ստանում ենք աստվածային ներումը, աստվածային հատկությունը, մեր բնությունը միանում է Քրիստոսի բնության հետ և մենք դառնում ենք անմահ և երբ որ այդ շնորհքը դու ունես, դու զգում ես այդ անմահությունը, ամեն օր բացվող լույսը քեզ համար ինչպես թե փառաբանության, Աստծո հետ լինելու մի նոր առիթ է, ավելի ուրեմն բարձր մակարդակի և դա քո կյանքի իմաստն է դառնում, ուրիշ ոչ մի բան։ Բայց հիմա իմ ասած այստեղ ո՞րն է, Սուրբ Գիրքը մեզ զգուշացնում է, որ պղծությունը Սուրբ տեղի մեջ պետք է լինի և մենք չենք կարող կույր լինել, մենք չենք կարող ֆանատիկ լինել, այսինքն եթե պաշտոնը տրված է քահանային, այդ շնորհքը մեզ տալու իր օծման շնորհքով, ինչպես Պետրոսին տրվեց, քեզ եմ տալիս երկնքի բանալիներ ասաց Տերը և եթե այդ քահանան իր գործը չի անում, ամեն մարդ կարող է հագնել պատմուջան և ասել ես քահանա եմ, բայց նա շնորհքը քեզ չի փոխանցելու և ահա, եթե դուք չունեք այդ զգացողությունը, որովհետև քրիստոնյային տրվում է, Աստված տալիս է, ներկա է նրա մեջ և քրիստոնյան հասկանում է, որ գործ ունի արտիստի հետ, ոչ թե քահանայի հետ և այսօր ես ուզում եմ ասել, որ ժամանակները շատ չար են, ես 40 տարի հետևում եմ, բոլոր եկեղեցիներում ինչ է կատարվում և ահա, սա մի պղծության ալիք է, որ խփում է, ես արդեն բացատրել եմ Վատիկան II-ից, մասոնական ժողով էր դա և դա շարունակվում է առ այսօր և ամեն օր փաստորեն այն ինչ որ կոչվում է եկեղեցի ընկնում է, բայց հիմա այդ եկեղեցու մեջ կան քահանաներ, եպիսկոպոսներ, լատին ծես, ռուսական ծես, հայկական ծես հավանաբար, որոնք հասկանում են այս ամեն ինչը և դիմադրում են սրան, մենք պետք է գտնենք այդպիսի մարդկանց և ցավոք սրտի ես մինչև հիմա Միացյալ Նահանգներում այդպիսի քահանա չկա, Հայաստանում ես չեմ կարող ասել, բայց դատելով Facebook-յան և սոցիալ մեդիաներից, ինչքան ես հասկացա, բոլոր թեմերը գտնվում են Գարեգին B-ի ազդեցության տակ, բերել են նոր ալիք կռապաշտության, որ նախկինում երբեք չի եղել և ահա, իսկ
Սուրբ կրոնը բացի հետ չես կարող խախտել, իրենք ասում են ավանդույթ մեր արմատներ այդպիսի բան չկա, որովհետև քրիստոնեությունը կապ չունի ազգայնության հետ։ Նորից, սիրելիներս, եկեղեցին ազգը պահելու տեղը չէ, եկեղեցին քո փրկության տեղն է։ Եվ եթե այդ եկեղեցին ասում են ազգա պահպանության ֆունկցիա է կատարում, չգնաք այդտեղ։ Ուրեմն իրենք ստախոսներ են, որովհետև քահանայի առաջի ֆունկցիան է քեզ սրբացնելը, շնորհքը տալը։ Ինձ հետաքրքիր չի, ես կսրբանամ ռուսական եկեղեցում լատին ծեսի թե հայոց ծեսի, ես մշակույթի մասին չեմ խոսում։ Ամեն մի եկեղեցի ունի նաև իր մշակույթը, հայկական ծեսի մշակույթը շնորհալի, խորենացի, լուսավորիչ, հիմնականում ուրեմն շնորհալի նարեկացի տաղերով, տաղերգությամբ անկրկնելի հարստություն է, բայց եթե դու չես կարող թերագնահատել նաև Գրիգորյան շարականները, լատին ծեսի կամ թեկուզ Չայկովսկու հարության պատարագը, որը հանճարի ցանկողն է, կամ Մոցարտի ռեքվիեմները, այսինքն թե արվեստի մակարդակի մասին չէ խոսքը շնորհքի մասին է, երբ որ դու խոստովանվում ես, ստանում ես արձակում եւ դառնում ես նորմալ, խոսքը սրա մասին է։ Սա չի կատարվում այսօրվա հայոց եկեղեցում, ցավոք սրտի, որովհետև այսօրվա հայոց եկեղեցին չի հիմնված ուղղափառության վրա, եւ մեր ուղղափառության սույներն են Սուրբ Լուսավորիչը եւ Սուրբ Շնորհալեն, ոչ թե շարլատան, ստախոս, ապոկրիֆ տաթևացիները։ Եվ այդ մի շարք է, դպրոց է դա, տաթևացիական միաբնակների դպրոցը, որոնք ունայն են շնորհքից, դա իմ ասածով չէ, դա տեզերական ժողովների որոշում է, դա աստվածային հայտնություն է։ Եվ այնտեղ հակադրվելու, աստվածային հայտնության հակադրվելու ոչ մի պատճառ մենք չունենք, ինչու՞, որովհետև ակնհայտ է, որ աստվածային հայտնություններով մենք սրբանում ենք, մարդկային միջամտություններով մենք կորցնում ենք այդ սրբությունը։ Հիմա ես նկատում եմ, որ հայ քահանաները եւ նրանց խոսնակ ինչ որ սարկավագներ ապոկրիֆներ են, այսինքն ներկայացնում են, ինչ է ապոկրիֆը, ես հասկանում եմ, որ շատ մարդիկ սա չեն հասկանում։ Հիմա պատկերացրեք առաջի երկրորդ դարերում, ահա եկեղեցին ձևակերպվում է եւ Աստվածաշունչը ինչ ձևով էր, թղթերի ձևով էր առաջ, եբրայերեն, հունարեն, լատիներեն, հռոմեական կայսրության մեջ, փաթեթների ձևով էին, եթե գնաք Վաշինգտոնի Բիբլիայի թանգարանը կտեսնեք այդ օրիգինալ աստվածաշնչային գրություններ, որոնք կոչվում են կոդեքս, հազարավոր կոդեքս, հազարավոր, եւ եկեղեցին ինչ արեց, եկեղեցին հավաքեց այդ ձեռագրերը, համեմատեց իրար հետ եւ որոնք որ չէին, ինչպես թե նույնանում իրար հետ առանձնացնում էին որպես ապոկրիֆներ, այդպես կան ավետարաններ, ապոկրիֆներ, այդպես կա աստվածաշնչային գրություններ, որոնք հրեական ազգային ժողովրդից են գալիս եւ կապ չունեն այն կանոնական գրքերի հետ, որը ի վերջո հավաքվեց եւ համարվեց Աստվածաշունչ Նիկեայի ժողովում, այսինքն թե Աստվածաշունչը, որը նաեւ կոչվում է Թորա եւ հրեաներն են կարդում, հավաքել, ձևակերպել, կանոնիզացրել են քրիստոնյաները, քրիստոնեական մեր սրբերը, առաջին ուրեմն ժողովածուն խմբագրվել է Օրեգոնի կողմից եւ ահա նա հավաքեց եբրայերենից, հունարենից եւ Աստվածաշնչի առանձին գրքույկով սկսվեց ուրեմն ոչ թե տպագրվել, այլ ձեռագիր օրինակները տարածվել, որից հետո երկրորդ օրինակը հայերեն գրափարն էր, Մաշտոցյան թարգմանությունը, նոր երրորդը մի 80 տարի հետո Ջերոմի լատիներեն թարգմանությունը։ Ես որպեսզի հասկանամ Աստվածաշունչը կարդում եմ գրափարի բնագիրը եւ լատիներենը, որովհետեւ այդ թարգմանությունների մեջ էլ անգամ այսքան դարեր ի վեր, որ իրենք փորձել են ընդհանուր հասկանալ կոնտեքստը աստվածաշնչային մատյանների, նորից տարբերություններ կան եւ այդ տարբերությունները շատ փոքր են, բայց շատ էական, շատ բաներ ես համեմատելով տեքստերը կարողանում եմ հասկանալ եւ սիրելիներ, սա պահանջում է
Սուրբ Ջերոմեն եւ ուրեմն թարգմանում էր լատիներենի, ինքը գնաց Երուսաղեմ եւ աշխատեց 40 տարի։ Եվ հետո հանկարծ իր թարգմանությունը կորսվեց։ Եվ մեծ դժբախտություն էր իր համար դա։ Եվ նա նորից սկսեց թարգմանության գործը եւ ավարտելուց հետո նա իր առաջին օրինակը գտավ։ Ինչ հետաքրքիր է, որ ինքը այդ երկու իր թարգմանությունները համեմատելով անգամ ստորակետի տարբերություն չկար դրա մեջ, այսինքն թարգմանել էր Սուրբ Հոգով։ Եվ ես համոզված եմ, որ անպայման վերնային շնորհք է պետք նման գործերը անելու համար, Աստված ընտրում է իր թարգմանիչներին, իր խոսնակներին, եւ դա մի օրվա գործ չէ, սիրելիներս, մարդիկ տարապում են 40-50 տարի աստվածաբանություն սովորելով, հասկանալով որն է ապոկրիֆ, ինչպես ասացի, կեղծ տեքստը, եւ որն է իրական կանոնական տեքստը։ Մեր եկեղեցին հայագիտության, յետսովետական հայագիտությունը, աստվածաբանությունը մնաց ապոկրիֆ, իրենք ունեն կեղծ լուսավորչի թղթեր, կեղծ լամբրոնացու թղթեր, Աթանասի կեղծ թղթեր։ Ես երբ որ Հայաստանում էի, բավականին աշխատում էի այս մատենադարանի ձեռագրերի հետ եւ ինքս մնացի ապշած, հասկացա, որ սա պահանջում է երկար տարիներ եւ ամբողջ մի ինստիտուտի կազմի աշխատանք, որովհետեւ այնտեղ ամեն ինչ խառնված էր։ Բայց փառք Աստծո, երբ եկա ես Միացյալ Նահանգներ եւ սովորեցի անգլերեն, մարդիկ 2000 տարի խմբագրել են եւ կարդում եմ տեքստերը եւ բացարձակապես դա մի աստվածային ֆորմատ է, սիրելիներ, շատ կարեւոր է այդ ֆորմատը իմանալ։ Միայն այդ ֆորմատը հասկանալուց հետո ես կարողացա թարգմանել Սուրբ Գրիգոր Լուսավորչի հաճախապատումը, որը բավականին բարդ աշխատանք էր, բավականին անհասկանալի, մասերը կտրտված, կիսատ պռատ եւ շատ զարմանալի չէ, որովհետեւ այդ տեքստը եղել է եբրայերեն տառերով, ինչպես դուք կգրեք լատիներենով հայերեն, լատիներեն տառերով, եւ դա պետք էր վերցանել։ Ինչ եմ ուզում ասել, պահանջվեց 40 տարվա իմ գիտելիքները աստվածաբանության, որպեսզի ես հասկանամ ինչ է մոդեռնիզմը, ինչ է իրական կանոնական աստվածային հայտնությունները եւ հիմա եկանք այն կետին, որ եկեղեցիների 99%-ը ընկած է, սա փաստ է, այս եկեղեցիները խառնվում են այն մի աղանդով, որ կոչվում է մոդեռնիզմ, այսինքն այն ինչ որ կանոնական չէ։ Եվ հիմա դուք ինձ հարցնում եք եւ ես շատ մեծ ցավ եմ զգում, երբ որ ես գիտեմ, որ դուք որպես քրիստոնյա գնում եք եկեղեցի, դա ձեր օրվա ռեժիմի մեջ է։ Ցավոք սրտի ես չեմ կարող գնալ մի եկեղեցի, որտեղ տեսնում եմ սրբապղծություն եւ տեսնում եմ որ քահանան միայն դերասան է, ձեռքի վրա հաղորդություն տալ, կրակի վրա թռչել, կռապաշտություն, ազգասիրություն, այդ ամեն ինչից համար աղբ է։ Եվ մարդու ազնվությունից եւ հավատքից ի Քրիստոս ամեն ինչը գալիս է, ամեն մի ազնիվ զգացում գալիս է միայն դրանից։ Բայց ահա Քրիստոսին հայացրել են, երբ որ եբրայացիներն էլ Քրիստոսին սպանեցին, որովհետև նա եբրայացի չէր։ Հիմա էլ ինձ կարող եք սպանել եւ սպանեց Գարեգինի նմանը, որ ես հայեցի չեմ, իբր թե կաթոլիկ եմ, մենք բոլորս կաթոլիկ պիտի լինենք, այսինքն պետք է հաղորդակցության մեջ լինենք իրար հետ եւ հասկանանք ինչ է ուղղափառ հավատքը։ Եվ ահա այսօր այս մոդեռնիզմի պղծության ալիքը ամեն մի եկեղեցի խփում է եւ հայ եկեղեցին փաստորեն մասոնների միջոցով դառնում է կռապաշտության հետ ընդհանրացած։ Կաթոլիկ եկեղեցին բոլոր կրոնների բերում է ներս եւ այլասերությունը նույնպես։ Եվ ինձ համար մեծ ցավ է, որ դադարեցի գնալուց հայկական եկեղեցի, բայց նորից եմ ասում, ես չեմ կարող գնալ եւ տեսնել պղծություն։ Գնում էի, մեծ սկանդալներ էր լինում, ես հոգնել եմ եւ կաթոլիկ եկեղեցու մոդեռն այս թեմերից եւ հայկական այս կռապաշտ թեմերից եւ ինձ համար շատ դժվար է լինել մենակ, դժվար է լինել մշտապես ապաշխարանքի մեջ, ես աղոթում եմ իմ աղոթքները նարեկացի շնորհալի լատին աղոթքներ, ստանում եմ սուրբ հաղորդություն, հոգեվոր սուրբ հաղորդություն
24 ժամ միացրած են լիտանիները, բոլոր ես ներկայացրել եմ, որպեսզի դուք էլ հասանելի լինեք այս շնորհքին։ Բայց ես ձեզ ասեմ, որ կարողանում եմ մի 10 անգամ գնալ լատին ծեսի կաթոլիկ եկեղեցիները, որոնք 4-5 հատ են ամբողջ Միացյալ Նահանգներում եւ ահա որ հոգնում եմ այդ ճանապարհորդությունից, այսինքն մոտ 10 անգամ ես կարողանում եմ հաղորդվել եւ խոստովանել եւ հիշենք, որ անապատկան սրբեր ունենք, որ ընդհանրապես ոչ հաղորդվել են, ոչ էլ եղել են եկեղեցու անդամ, ակտիվ անդամ, որովհետեւ Սիրիայի անապատներում ինչ եկեղեցի կարող են իրենք ունենալ Մարիամ Եգիպտացին իր կյանքի վերջում ահա ստացավ մեկ հաղորդություն ստանալուց հետո մահացավ։ Այսինքն թե չար իրավիճակում այդպես է լինում, եկեղեցին հալածված է։ Մաքարող եկեղեցի չէ, նա այլևս չի պայքարում իր սրբության համար եւ մարդկանց դարձի բերելու համար, չկա այլևս այդ եկեղեցին։ Եվ եկեղեցին չի կարող լինել հավաքատեղի, որպեսզի դուք գնաք այնտեղ մարդկանց մեջ։ Գիտեք ինչ, երբ որ ես նոր էի եկել Միացյալ Նահանգներ եւ համալսարանում դասեր էի վերցնում, ես շատ ընկերներ ունեի։ Ահա մի կորեացի կին ինձ ասաց Աննա, արի քեզ տանեմ Եհովայի վկաների մոտ, դու խելացի աղջիկ ես, քեզ իսկույն մեծ պաշտոն կտան։ Այս դասերը վերցրու քո ուրեմն Հայաստանի ակադեմիական աստիճանի հետ դպրոցի դիրեկտոր կտան քեզ։ Լսի ասում եմ, ինչի մասն ես դու խոսում։ Ես այստեղ չեմ եկել իմ հոգին ծախելու, ես այստեղ եկել եմ հասկանալու աշխարհը տեսնել եւ իսկապես Միացյալ Նահանգներում դուք սարի գագաթին եք, ինչպես թե տեսնում եք ամբողջ աշխարհը։ Ամեն ինչ այստեղ այնքան պարզ է հասկանալի եւ ես պարզապես ներծծել եմ իմ մեջ այս երկիրը որպես ճանաչողության ամենահեշտ հասանելի միջոց, այս երկիրը այդպիսի միջոց է։ Եվ նաեւ համալսարանում ես մտերիմ էի իմ դասախոսների հետ, մեծ հարգանք ունենք իրար նկատմամբ, բայց ահա ուղիղ տեքստով ինձ ասացին. Պաշտոն կտանք, ամեն ինչ կտանք, միացիր մեր մասոնական այս խմբերին եւ հրավիրում էին ինձ հյուրանոցները։ Նույն իրավիճակը եղավ, մեծ կռիվներ, միջև անգամ ես խառնեցի FBI այս գործին։ Էլ չեմ ասում, որ Հոլիվուդի աստղերի ինչ որ ակումբից նամակներ է ստանում։ Գիտեք ինչ, իրենք մտավորական մարդկանց այնքան լավ գիտեն, ճանաչում են եւ իրենց պետք է այսպիսի խմբերին մտավորական մարդիկ, որպեսզի ծպտված աշխատեն իրենց համար եւ ծպտված եւ շատ զգուշ ձևով պրոպագանդա անեն իրենց այլասերությունները, մոդեռնիզմը եւ դա գիտություն է։ Այսինքն դու պետք է 90% ճշմարտություն ասես եւ երբ որ մարդիկ քեզ վստահեն 10%-ով դու նրան թույնը տաս սպանես։ Սա է կատարվում եկեղեցիներում, սիրելիներս։ Եվ ահա նորից եկեղեցին զրուցելու եւ հասարակայնորեն շփվելու տեղը չէ։ Ես ունեմ այդպիսի եկեղեցի, որտեղ ինձ գիտեն, մեծ հարգանք, սեր, մի ընտանիք, բայց պատկերացրեք, որ ես խուսափում եմ դրանից։ Ես չեմ սիրում, երբ որ ինձ վերագրում են ավելին, ինչպես նարեկացին է ասում, քան ես կամ, դա շատ մի սարսափելի բան է։ Ես գերադասում եմ մենակությունը, ես գերադասում եմ ոչ տեսնել քծնանք, ոչ էլ ավելի գերադասել հենց երբ որ ինձ ստորացնում են։ Երբ որ ես հաշվում եմ այսօր իմ հարևանին ինձ անպատվեց, այսօր այս հրյա մի տաղան թքեց ինձ վրա, երբ որ ես աղոթում էի Վարդարան փողոցում եւ այլն, եւ դա իմ փառքի պսակի ադամամներն են։ Իմ ղեկավար քահանան ասում է, երբ որ քեզ ստորացնում են, դու հավասարվում ես Քրիստոսին եւ դա ամեն մարդու չեն անում։ Եթե դա քեզ պատահում է, ուրեմն արդեն դու հոգևոր մարդիկ արդեն զգում են, որ դու իրենց համար շատ վտանգավոր ես։ Ահա սիրելիներս, ես չեմ ուզում ինձ վերագրեմ մեծ բաներ եւ չեմ ուզում թերագնահատել ինձ, որովհետեւ իմ մեջ է Քրիստոս, ինչպես քո մեջ է Քրիստոս։ Եվ ահա եկեղեցու դեմ, եկեղեցու ներսում այս շնորհքի ձուր քահանաների դեմ դու պայքարիր, դու ասա, ես ասել եմ, ես իմ գործը վերջացրել եմ, այլևս հնարավոր չէ, ոչ մի շանս չկա Միացյալ Նահանգների հայոց եկեղեցու համար, ոչ էլ կաթոլիկ մոդեռն
Ինչպես արեցին կաթոլիկ ուղղափառները հեռացան մոդեռնիզմից, մնում է, որ եպիսկոպոսներ գտնվեն հայոց մեջ, որոնք աթոռներ հիմնեն եւ հեռացնեն Գարեգինից, ել չեմ ասում, որ Գարեգինին կարելի է ձերբակալել, Կտրիշ Ներսիսյան անունով այդ դրածոյին, որ մի պիղծ սարսափելի մարդասպան մարդ է, քրեական հանցագործ, ես ներկայացրել եմ ամեն ինչ սիրելիներս։ Մի տխրեք, երբ որ եկեղեցի չունեք գնալու, նորից ձեր փրկության համար անհրաժեշտ է, որ դուք մկրտվեք, եթե այս նորմալ մի քիչ քահանա գտեք հայ եկեղեցում մկրտվեք, եթե չէ ռուսական ուղղափառ եկեղեցու բոլոր խորհուրդները իրական են եւ վավերական, մկրտվեք այնտեղ։ Նորից ազգային եկեղեցի չկա, կա փրկության հարց, որը դու պետք է լուծես քեզ համար, քո երեխաների համար։ Եվ ահա Նիկեա հանգանակը, երբ որ դու արտաբերում ես, հայտարարում ես, աղոթում ես Նիկեա հանգանակը ըստ տրենդի 3-րդ սեսիայի դա է այն եկեղեցու հոգևոր շինությունը, որը դու խոստովանում ես, դրա մասին է Տերը ասում, որ սատանայի դարպասները չեն հաղթահարելու իմ եկեղեցու վրա, դա Նիկեա հանգանակի մասին է։ Նիկեա հանգանակ, հայր մեր, ողջույն Մարիամ, հավատով խոստովանենք, շնորհալի, որդի Աստծո, նարեկացի, աղոթքներ արա, հոգևոր հաղորդություն վերցրու, Տեր, խնդրում եմ, տես եկեղեցի չկա, ես ինչ իմանամ այս մարդիկ ովքեր են, հաղորդությունը ընդունված է, չի ընդունված, ես կասկածում եմ, խնդրում եմ, արի իմ սրտի մեջ սուրբ հաղորդության, քո սուրբ մարմին եւ արյան հաղորդությունը հոգևորապես թող հրեշտակը բերի դնի իմ սրտի մեջ։ Սա է հոգևոր հաղորդության կանոնը եւ դա կանոնական է, սիրելիներս։ Մի վախեցեք, ավելի լավ է լինել մենակ Աստծո հետ, քան թե պիղծ մարդկանց հետ, որոնք քեզ կուրացնում են եւ իրանք էլ կույր են եւ ահա քեզ տանում են եւ անդունդից ցած են նետում։ Նորից կռվիր, պայքարիր եկեղեցու ներսում պիղծ քահանայի դեմ, բայց երբ որ բանը բանից անցնում է, երբ որ իրենք քեզ չեն լսում, մի ժամանակ կար որ լսում էին։ Եվ կային սարկավաղներ, որ ինձ հետ կռվում էին այդ մարդկանց հետ, այսօր այլևս չկան, այդ սարկավաղներին էլ հեռացրին իմ որդուն, սպանեցին իրենք, հենց Աստվածածնի եկեղեցին Գլենդելի, որտեղ ինքը սարկավաղ է եւ մի ժամանակ Paramount Pictures-ում ինքը CEO էր եւ գլուխ կերան իմ տղային։ Իրենք ներշնչեցին, որ ինքը գնա այդ սխալ վիրահատություններով։ Իրենք նորից եմ ասում, Գլենդելի Աստվածամայր եկեղեցի, իմ որդու սպանությունը ձեզ վրա է։ Եվ Աստծուն պիտի պատասխան տակ դրա համար։ Այդ արաբերեն խոսացող, ես իմ այդ ովքեր են Սիրիայից եկած, Բեյրութից եկած, այս Արամ առաջինի այս դրածոները, բոլոր մասոնական լոջի անդամներ, իբր թե բիզնեսմեններ, եւ հա նրանք ոչնչացրին իմ որդուն։ Ինձ չեք կարող, որովհետեւ ես ձեզ տեսնում եմ, իմ որդին միամիտ էր, չգիտեմ ինչու, որովհետեւ պարզապես պետք չէր, որ իրեն ես ինքս իմ ձեռքով տարա հայոց այս եկեղեցին, երբ որ 9 տարեկան էր, եւ ես չէի նկատում, որ այս ամբողջ տարիների ընթացքում նրանք ում կողքին ինքը եղավ, քահանայի եպիսկոպոսը թե ինչ է, աշխատում էին իր հետ, գաղտնի իմ դեմ, սրելով նրան իմ դեմ, եւ Աստված ցույց տվեց, ճիշտ է, ցորենը բուրոմից առանձնացնելու, եւ ես այստեղ եմ, որպես ինչ կարող եմ ասեմ դժբախտ մայր, ոչ, որտեղ ես հավատում եմ, որ իմ որդու հոգին այդ ձևով փրկվեց, ասեմ դժբախտ հայ, ոչ, որտեղ ես գիտեմ, որ մեր ազգի մեծամասնությունը երկնքում մարտիրոսներ են, ուղղակի ինձ պետք է համբերել, շարունակել, քննել հոգիները, շարունակել խոսել ճշմարտությունը եւ իմացեք, որ մեր բանակը ճշմարիտ քրիստոնյաների մեծ է, շատ մեծ է եւ մենք արդեն հաղթել ենք, ինչպես եւ իմ Տերը ասաց, ես հաղթեցի աշխարհին։